Այս զմր Հրազդան քաղաքում կոյուղաջրերի խողովակները չեն սառչել, հենց միայն դրա համար փետրվարի 12-ի Հրազդանի քաղաքապետի ընտրություններում մի խումբ բնակիչներ իրենց ձայնը պատրաստ են տալ գործող քաղաքապետ հանրապետական Արամ Դանելյանին։ Որտեղ կոյուղները սառում են, անմիջապես բացում են։ Հրազդանի Կաքավաձոր համայնքի նույն բնակիչը վստահեցրեց, թե ականատես է եղել նաև ասֆալտապատման աշխատանքներում գործող քաղաքապետի մասնակցությանը։ Պարոն Դանելյանը մետրը ձեռին չափում է ասֆալտի հաստությունը։ Կաքավաձորցիներին հիշեցրեցին, որ նրանք ամեն օր ջուր են խմում նույն Արամ Դանելյանի շնորհիվ։ Ձերի խմում ենք ջուրը։ Էլ ինչ են պահանջում։ Դա գիշեր ու ցերեկ տանջում է, որ Հրազդան քաղաքն դա դրության լինի։ Իմ շրջապատը, իմ ծանոթությունը պետք է օգտագործեմ այս թաղամասի, այս քաղաքի համար։ Հիմք ընդունելով գործող քաղաքապետի կարգախոսը խոսենք փաստերով, նրա մրցակից Հրազդանի քաղաքապետի տեխնացու Սասուն Միքայելյանի թիմը հրապարակեց 2010 թվականին Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության կողմից Հրազդանի քաղաքապետարանում բացահայտած չարաշահումները։ Քաղաքապետը հողատարածքներ է օտարել օրենսդրության մի շարք խախտումներով։ Արդյունքում պետությանը հասցված վնասը կազմել է 19.1 միլիոն դրամ։ Այդ ինչ ասֆալտ է, շաքարից են, վրեն անձրև եկավ, հարվեց, ոչ մեկս չտեսավ։ Տեղի ունեցած խախտումները հետագայում չկրկնվելու համար Սասուն Միքայելյանի կողմնակիցները հրազդանցիներին կոչ արեցին չենթարկվել որևէ ճնշումների, չկաշառվել, չվախենալ, որ կարող են աշխատանք կորցնել։ Ես մասնագիտությամբ էներգետիկ եմ, աշխատում եմ 5-րդ բլոկում։ Դե թող փորձվեն ինձ գործից ազատեն այսօրվա իմ ելույթի համար։ Այն քաղաքացիները, ովքեր փետրվարի 12-ի Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պատրաստ են վաճառել իրենց ձայնը, Սասուն Միքայելյանի կողմնակիցները զգուշացրեցին։ Ով որ այսօր փող է վերցնում, ով որ այսօր փող է բաժանում, ինքը նման է այն հային, որը պատերազմի ժամանակ թուրքին փամփուշտ է վաճառել։ Ես երեխեքի ապագայի ոչ մեկ իրավունք չունի խաղալու։